Ողջույն հանրայինի եթերում եղիր առողջ, բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ ու զրուցելու ենք բնականաբար առողջության մասին։ Այսօր խոսելու ենք մեր սրտից դուրս եկող գլխավոր անոթի աորտայի մասին։ Պատկերացրեք մի անոթ, որի պատին ամեն օր բավականին ուժեղ շիթով հարվածում է 7-ից 10,000 լիտր արյուն, եւ այդ անոթը պիտի դիմանա ամեն օր, ամեն տարի, ամբողջ կյանքի ընթացքում, բայց երբեմն այդ անոթը մեզ սկսում է դավաճանել եւ մենք ունենում ենք աորտայի շերտազատում, վիճակ, որը կարող է վայրկյանների ընթացքում բերել մահվան։ Խոսելու ենք այս լուրջ խնդրի մասին, դիտենք տեսանյութը, հետո հրավիրենք մեր վիրաբույժին։ Ճապոնիա։ Երկիր, որն աշխարհում առաջատարն է ոչ միայն տեխնոլոգիաներով, այլև աշխատանքային սթրեսի եւ աղի չարաշահման ցուցանիշներով։ Հենց այս գործոններով են մասնագետները բացատրում այն փաստը, որ կյանքի ամենաբարձր միջին տևողությամբ երկրներից մեկում տարեկան 100,000 մարդուց 5-ից 6 հոգու մոտ գրանցվում է աորտայի շերտազատում։ Մինչդեռ զարգացած այլ երկրներում այդ ցուցանիշը կրկնակի պակաս է։ Նման տարբերությունը պայմանավորված է ոչ միայն ռիսկի գործոններով, այլև վաղ ախտորոշման եւ սկրինինգային ծրագրերով։ Բարձր զարկերակային ճնշումը, ծխելը, աղի չարաշահումը, աթերոսկլերոզը, ժառանգական հիվանդությունները, այս ամենն աստիճանաբար թուլացնում է մարդու օրգանիզմի արյունատար գլխավոր անոթի պատը։ Սկիզբ առնելով սրտից, աորտան անդադար արյուն է մատակարարում ողջ օրգանիզմին։ Աորտայի պատերը բավական ամուր են եւ կարող են դիմանալ բարձր ճնշմանը։ Բայց երբ ներքին շերտում առաջանում է պատրվածք եւ արյունը ներթափանցում է անոթի պատի շերտերի միջև, առանց բժշկական միջամտության մարդուն մահացու վտանգ է սպառնում։ Երբեմն առաջին ախտանիշը հանկարծակի հայտնված անտանելի ցավն է կրծքավանդակում կամ մեջքի հատվածում։ Մարդիկ այն համեմատում են այրող զգացողության հետ։ Տղամարդկանց մոտ աորտայի շերտազատում պատահում է մի քանի անգամ ավելի հաճախ, հատկապես 60 տարեկանից հետո։ Տարբեր հետազոտությունների համաձայն նման խնդիր ունեցողների մեծ մասն ունի նաև հիպերտոնիա։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, դիմավորենք իմ առաջին հյուրին, իսկ մեր հյուրն է սրտային վիրաբուժության գծով առողջապահության նախարարի խորհրդատու Գագիկ Հեբոյանը։ Ողջույն բժիշկ Հեբոյան։ Եվ մեր թեման այսօր աորտայի շերտազատումն է, եկեք մի հատ հետ վերադառնանք, անատոմիորեն փորձենք հասկանանք, ինչ է հանկարծ որոշում շերտազատվի։ Աորտան մեր օրգանիզմի գլխավոր արյուն տանող անոթն է, որը դուրս գալով սրտից, ժողովրդի լեզվով այսպես ասած որպես մագիստրալ, տեղաշարժում է մարմնի երկայնքով եւ ամբողջ երկայնքով տալով համապատասխան օրգաններին անոթ, բաժանելով միջև որ հասնում է վերջնային երկաթմանը բիֆուրկացիային ոտքերում եւ տալիս է ոտքերի անոթները։ Եվ ստացվում է հենց, որ մեր կյանքն ապահովող ամենախոշոր գլխավոր զարկերակն է, որի խաթարման պարագայում առաջանում է կյանքի խնդիր։ Ինչ է շերտազատումը, որ փորձենք պարզ բացատրել։ Ոչ բժշկական թեկուզ տերմիններով։ Եթե ինչ-որ մի պատճառով աորտայի ամբողջականությունը խանգարվում է, դա կլինի պատրվազք, հիվանդություն, այլ միջամտություն, ստացվում է այնպես, որ արյունը շիթով սկսում է շերտազատել շերտերն իրարից, կամ վատագույն դեպքերից մեկը նա է, որ ամբողջականությունը խախտվելով դեպի դուրս է գալիս աորտայի սահմաններից դուրս, դեպի տարբեր խորոչներ կամ շերտազատելով ճյուղերը եւ ընդհանրապես շերտերը, կույր ինչ-որ միտեղ ավարտվելով մեծ խնդրեմ է առաջացնում տարբեր օրգանների այրան մատակարարումներին եւ հետո նաեւ վտանգվելով վերապատրվածքով։ Եթե բացվեց, պատրվեց, այսպես ասենք, հա, ամենավատ տարբերակը, ինչքան կտևի մարդու կյանքը։ Եթե աորտան պատրվում է եւ այն տեսակ է պատրվում, որ այրան հոսքով այրունը լցվում է, օրինակ մեծ խորոչ, ինչպես օրինակ պլևրայի խորոչն է, վայրկյանների ընթացքում կարող է կյանքն ավարտվի, որովհետեւ օրինակ պլևրայի խորոչը շատ մեծ խորոչ է եւ մեծ ծավալ արյուն կարող տեղավորի եւ շրջանառական համակարգում ծավալ չի մնա։ Այսինքն, եթե անգամ մարդը հիվանդանոցում է գտնվում, բժշկի հսկողության տակ, ոչինչ չես հասցնի անել։ Պատրվազքի պարագայում, այսպես ասած, բախտի հարցը, թե ինչ տեսակ պատրվազք պետք է լինի, պատրվազքը ինչ ճյուղավորում պետք է ունենա եւ արդյոք շանս կտա հիվանդը ողջ մնալու
եւ հաջորդ քայլերին անցնելով։ Դա շատ ճակատագրական վտանգավոր պահ է հիվանդի համար։ Բնականաբար սա միանգամից տեղի չի ունենում, այսինքն բավականին երկար գործընթաց է, չի կարող 3 ամեն ինչ լավ էր, այսօր հանգարց այնտեղ շերտազատում տեղի ունենա։ Ինչ հիվանդություն, ինչի հետևանքով, ովքեր են ռիսկի խմբում։ Եթե մենք ասում ենք, եթե պատրվազքի մասին ենք խոսում, պատրվազքը միանգամից է տեղի ունենում։ Շերտազատում ենք նույն։ Եթե հարցադրում այլ կերպ դնենք արդյոք աորտան այնպես է սարքված բնության կողմից, որ պետք է անպայման պատրվի, ոչ։ Հակառակ աորտան բնության կողմից այնպիսի կառուցվածք ունի, որ պարտավոր է եւ դա իրականացնում է իր մեջ տեղավորի ծավալի այրունը անհրաժեշտ ճնշումով եւ անհրաժեշտ գոյություն ապահովելու, բայց լինում են հիվանդություններ եւ կացություններ, որ խաթարում է աորտայի հատկությունները, էլաստիկ հատկությունները, լինում են նաեւ մեխանիկական հատկություններ, որոնց արդյունքում ստացվում է, որ աորտայի պատին, ներսի պատին առաջանում է պատրվազք։ Ոնց ենք փչացնում այդ աորտան։ Օրինակի համար երկարատև չբուժված զարկերակային ճնշումը։ Տարիների ընթացքում չբուժված գերճնշումը բերում է աորտայի էլաստիկության խանգարմանը եւ աորտայի պատի ֆիզիկական հատկությունների փոփոխմանը, որը նաեւ կարող է պատճառ լինի աորտայի պատրվազքի Ինչ կասեք ծխելու մասին։ Ծխելը այդ ֆակտորներից մեկն է, որ աորտայի պատի հատկությունների վրա ազդում է եւ այն անձինք, ովքեր որ շատ ծխում են, ճշմարանը չեն հետևում, աորտայի պատրվազքի ռիսկ կարող ունենան։ Էլ ովքեր են։ Այն մարդիկ, ովքեր որ ունեն դիագնոզված կամ չի դիագնոզված աորտայի պատի լայնացումներ, աորտայի լայնացումներ, որոնք կարող են տեղ ունենալ որպես արդյունք գերճշման կամ որպես արդյունք գենետիկական աորտայի պատի հատկությունների։ Օրինակի համար, շարակցական համակարգի հիվանդությունների պատճառով աորտայի պատը այսպես ասած թուլություն ունի։ Եվ ժամանակի ընթացքում չդիմանալով միջի ճնշմանը լայնանում է։ Մենք նման դիագնոզ ունենք, օրինակ Մարֆանի սինդրոմ։ Շարակցական համակարգի ժառանգական հիվանդություն է, որի որ խնդրից մեկը հենց աորտայի պատրվազքն է։ Ինչ է զգում մարդը։ Այսինքն կարող է արդյոք մարդը կռահել, որ իր մոտ կա աորտայի շերտազատում։ Մարդը զգում է սուր ցավ, շնչագելություն, դաշունի հարված, կրծքավանդակում, թիակում, մեջքում, որը որ շատ դեպքերում առաջին կլինիկայով կարող նմանվի սրտամկանի ինֆարկտի։ Այո։ Եվ հետևաբար առաջին ուղղակի մասնագետների խնդիրն է նաև շատ արագ հասկանալ մենք գործ ունենք աորտայի պատրվազքի, թե ասենք սրտամկանի ինֆարկտի հետ եւ ռադիկալ տարբեր կարող լինեն միջամտությունները։ Կին տղամարդ տարիք այ մոտավորապես նկարագրեք կարելի է ասել, որ 60-ից 70 տարեկան տղամարդիկ ամենաթիրախային զոնայում են հայտնվում։ Կանանց մոտ պատրվում է, բայց ավելի քիչ։ Ցավոք մեր հասարակության մեջ վերջին շրջանում բավականին երիտասարդացել է աորտայի պատրվազքը եւ մենք մեր պրակտիկայում տեսնում ենք շատ ավելի երիտասարդ տարիքում եկող աորտայի պատրվազքներ։ Բուժարուն ինչքան ժամանակ ունի, այսինքն ունեցավ ցավ, դիմեց բժշկի ու դուք նրան ասում եք, գիտեք, ձեզ մոտ գնում է շերտազատում աորտայի։ Այսինքն կարելի է հիվանդին տուն թողնել, ասել հիմա քեզ պետք է պլանային պատրաստենք այս կամ այն միջամտությունների, թե ասում ենք վերջ չշարժվես, հենց հիմա մնում ես հիվանդանոցում։ Որպեսզի ավելի ամբողջական խոսենք, կա այսպես կոչված սուր աորտայի համախտանիշ, որը իր մեջ ներառում է ինչպես պատրվազք, այնպես է շերտազատումը, որտեղ դրանք հավասարապես կյանքի սպառնացող իրադրություններ են։ Ձեր հարցի պատասխանին արդյոք ինչքան ժամանակ ունի, չունի ժամանակ։ Որովհետև պատրվազքի պահին 50% հիվանդ կարող է մահանալ, եւ ավելի շատ հիվանդ կարող մահանա հիվանդանոցի ճանապարհին։ Ստացվում է, որ այն պահից, երբ որ աորտան պատրվում է, օրգանիզմի մեջ աշխատում է ճակատագրական ժամացույց։ Եվ ինչքան արագ արձագանքվում է եւ ինչքան արագ հիվանդը հայտնվում է սրտային վիրահատարանում, այնքան ավելի այդ հիվանդի ոչ մնալու հավանականությունը կամ հաշմանդամ չլինելու հավանականությունը մեծ է լինում։ Հասցրինք վիրահատարան, Այո։ հիվանդը քնեց, վիրաբույժը եկավ։ Ինչ է կանում։ Սկսվում է այսպես կոչված աորտայի շրջանառական կանգի վիրահատություն, շատ հետաքրքիր վիրահատություն է եւ նաեւ մի քիչ էկզոտերիկ հատված ունի իր մեջ։ Մենք սովորաբար սրտային վիրահատություն անելուց միացնում ենք արյան արհեստական շրջանառություն։ Եվ ինչ որ մի ժամանակ սրտի եւ թոքի փոխարեն աշխատում է արյան արհեստական շրջանառությունը։ Այսինքն կոպիտ ասած անջատում եք սիրտը։ Սիրտը անջատում ենք։ Այս սարքն է, չէ՞ մոտավորապես։ Սա է սարքն է։ Աորտայի պատրվազքի ժամանակ հենց այս խոշոր զարկերակն է որ պատրված է։ Հետևաբար որպեսզի դա մենք փոխարինենք
եւ կարողանանք այստեղ աշխատենք, ինչ որ մի պայի այս խողովակի մեջ պետք է արյուն չլինի։ Սրան հասնելու համար, բայց մեզ արյուն պետք է։ Սրան հասնելու համար մենք մարմնի ջերմաստիճանը սառեցնում ենք մինչև օրինակ 20 աշան Ցելսիուս, 18 աշան Ցելսիուս, 24 աշան Ցելսիուս, նայած պատրվազքի անատոմիայից, որը մեզ թույլ է տալիս ինչ որ մի ժամանակ նաև անջատել սիրտ թոք փոխարինող ապարատը։ Եվ ստացվում է ինչ որ մի ժամանակ, երբ որ վիրաբույժները փոխարինում են այս աորտան, այլ օրգանիզմում շրջանառություն չկա։ Կա մասնավոր մասնակի շրջանառություն կա միայն ուղեղում։ Այսինքն սիրտը կոպիտ ասած չի աշխատում։ Ոչ արհեստական, ոչ Ոչ միայն սիրտը չի աշխատում, նաև օրգանիզմում այդ ժամանակ շրջանառություն չկա։ Մարմնի ջերմաստիճանը սառեցնում ենք մի քանի տարբերակով։ Առաջինը այրունը, երբ որ դուրս է գալիս օրգանիզմից գնում է ապարատ, այրուն ենք սառեցնում։ Այսինքն սառը արյուն ենք սկսում։ Այրունը սառեցնում ենք, հետ ենք վերադարձնում։ Մարմնի մակերևույթն ենք սառեցնում, որ մարմնի տակ կա սառեցնող համակարգ եւ տեղային սառեցուցիչներ ենք օգտագործում։ Երբ որ մենք ջերմաստիճանով հասնում ենք նրան, որ մեր ընդունելի թվին հասել ենք օրինակ 24 աշան Ցելսիուս կամ 20 աշան Ցելսիուս կամ 18 աշան Ցելսիուս, մենք մեծ իրավունք ենք վերապահում դադարեցնենք շրջանառությունը։ Եվ այդ դադարեցած շրջանառության ժամանակ օպերատիվ վնասված աորտան փոխարինում ենք։ Ինչքան ժամանակ ունեք։ Նայած թե ինչ ջերմաստիճանի է սառել եւ ինչ ծավալ ունենք, ինչքան կարճ տևի շրջանառական կանգը, այնքան խնդիրների հավանականությունը քիչ կլինի հետ վիրատականը։ Մոտավորապես, որպեսզի պատկերացնենք։ Սկսած 5-6-7 րոպեից մինչև 25-30-40 րոպե։ Եվ հետո ամեն ինչ վերականգնվում։ Եվ հետո նույն մարդն է վերադառնում։ Կարծում եմ մենք ձեզ բավականին այսպես այսօր մի քիչ վախեցրեցինք, բայց միաժամանակ նաև ներկայացրեցինք ժամանակակից բժշկության հնարավորությունները, որովհետև արյուն մղող հիմնական անոթը պատրվել եւ թվում է թե մարդ, որը կարող է վայրկյանների ընթացքում մահանալ, եւ մարդ, որ կարողանում է ողջ մնալ, առողջ լինել, վերադառնալ սովորական կյանքին։ Եթե իհարկե ժամանակին հասցրեց դիմել բժշկի եւ եթե իհարկե բժիշկը կարողանում է անել այն, ինչը պիտի անի եւ այն, ինչը այսօր հնարավորություն ունենք մենք ունենալ նաեւ Հայաստանում, ինչ որ բավականին զարգացած է եւ կարծում եմ ամեն տարի հազարավոր մարդկանց կյանք է փրկում մեր սրտային վիրաբուժությունը։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ իմ հյուրը այսօր սրտային վիրաբուժության գծով առողջապահության նախարարի խորհրդատու Գագիկ Հեբոյանն էր, մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։ Շարունակում ենք հաղորդումը, ծնողների դպրոցն է մեր եթերում եւ այսօր խոսում ենք սպորտի ճողվածքների մասին։ Շատ փոքր տարիքի երեխաների մոտ մենք կարող ենք տեսնել այս բավականին տհաճ երևույթը, որից ծնողները շատ են վախենում, երեխաները չեն վախենում, որովհետեւ իրենք դա դեռ չեն հասկանում։ Իսկ մեր հյուրը մանկական վիրաբույժ Հենրիկ Մարգարյանն է դիմավորում։ Ողջույն, բժիշկ Մարգարյան։ Արդյոք պետք է վախենալ սպորտային ճողվածքներից։ Սպորտային ճողվածքները բավականին հաճախ վախ են առաջացնում ծնողների մոտ, քանի որ նկատելի են վաղ մանկական հասակից եւ պորտալարը արդեն սպիանում է ու դրանից հետո նկատում են արտապքված պորտը։ Փուչիկի նման է։ Փուչիկի նման մեկ-մեկ բավականին մեծ են լինում, մոտ 2-3 սանտիմետր տրամագծով։ Այո։ Ու ծնողները վախեցած մտածելով թե պորտն են սխալ կտրել, երեխան լացել է, անհանգիստ է, գոռացել է, մենք ենք սխալ բարուրել, տակդիրն ենք սխալ դրել, ինչ որ խնդիր ենք առաջացրել երեխայի մոտ։ Հաճախակի գիշերը նույնիսկ հերթապահությունների ժամանակ մտնում են հիվանդանոց գոռալով երեխեն։ Իրականում պորտային ճողվածքը վախենալու խնդիր չէ։ Ինքը առաջանում է պորտալարի սպիացումից հետո։ Եթե պատկերացնենք պորտալարը մտնում է օրգանիզմ, բացվածք պետք է լինի, որ մի բանը դրսից ներս մտնի։ Երբ արդեն պորտալարի անհրաժեշտությունը չի լինում, այդ բացվածքը պետք է փակվի։ Դա կարող է տևել մինչև 5 տարեկանը։ Այսինքն, եթե մենք տեսնում ենք երեխա ու մոտ արտապքված պորտ է եւ նա 1 տարեկան է, 2 տարեկան է, դա կարանք ընդունենք որպես նորմալ։ Որպես դիագնոզ կարանք ընդունենք, այո, երեխան ունի պորտային ճողվածք, ինչ է պետք անել դրա համար։ Ես ասեմ ինչ է պետք անել, պետք է կոպեկ գտնել ու այդ կոպեկը դնել, պինդ կապել։ Ոչ միայն, պետք է երկու տակդիր հագցնել, կաղամբով պետք է կոմպրեսներ դնել, երեխային պետք է կապել։ Մենք այդ ճակերտավոր ենք ասում ենք այն ինչ որ տեսնում ենք շատ հաճախ։ Շատ տարբեր մեթոդներ կան ավանդական երեխային կոպեկը գիտեի, փաստորեն ոչ երկու տակդիրը չէի մտածել։ Շատ են մոտեցումները, որոնցից մի մասը նույնիսկ վտանգավոր են երեխայի համար։ Որովայնը պինդ կապելը փոքր երեխային նորմալ չի կարելի, շնչառությանը մենք սահմանափակում ենք եւ օգուտ չտալով։ Վտանգ կա իրականում։
Պորտային ճողվածքները բարդանում են 0.2% դեպքերում։ 500-ից 1-ի մոտ հնարավոր է պորտի օղակում, պորտային ճողվածքի օղակում, Շատ հազվադեպ։ որը որ գրեթե չենք տեսնում։ Եվ եթե այդպես լինի, ապա սուր ցավեր մենք ունենանք կլինիկական Մենք կլինիկորեն նկատում ենք ցավեր, դիսկոմֆորտ, երեխայի ճիչ, անդադար, որը չի հանգստանում ոչ գրկելուց, ոչ կերակրելուց։ Այդ դեպքում այդ պորտի հատվածը կարող է գունափոխվել, ցավոտ լինել շոշափման ժամանակ։ Դա շատ հազվադեպ է։ Ես մի անգամ եմ տեսել։ Եվ փաստորեն մինչև 5 տարեկան մենք կարող ենք սպասել ամենայն հավանականությամբ ինքնուրույն կփակվի։ Քանի տոկոս դեպքերում մոտավորապես։ Տարբեր հետազոտություններով 85-ից մինչև 93% դեպքերում ինքը ինքնուրույն փակվում է։ Եթե երեխան դարձավ 5 տարեկան եւ ճողվածքը մնաց։ Մոտեցումները տարբեր են այդ դեպքում։ Մենք չենք սպասում արդեն, որ ինքը ինքնուրույն կարող է փակվել 5 տարեկանից հետո։ Դա գիտենք, որ ինքը տենց մնալու է։ Այստեղ հարցը ուրիշ տեղ է։ Երեխան աղջիկ է թե տղա։ Քանի որ աղջիկները սպասում ենք, որ պետք է հղիանան ու ունենանք բարձր ներվորովայնային ճնշում, աղջիկներին բոլորին խորհուրդ ենք տալի, որ վիրահատական միջամտությունը պարտադիր արվի։ Եվ ինչքան շուտ արվի, այդքան ավելի թեթև կլինի, ավելի հյուսվածքները արագ են աճում, ավելի լավ է սպիացումը գնում։ Իսկ չափահաս տարիքում որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում օտար մարմնի տեղադրում ցանցերի տեսքով։ Եթե անկեղծ ես որպես մեծահասակների վիրաբույժ շատ հաճախ տեսնում եմ ինչպես են ճողվածքները վիրահատվում, հիմա դա անկարվում են, կարծում եմ 90%-ից ավելի դեպքերում լապարասկոպիկ, երեխաների պարագայում նույնպես այդպես է արվում։ Երեխաների դեպքում պորտային ճողվածքը լապարասկոպիկ անելը բավականին մեծ ագրեսիա է։ Եթե ընդունենք երեխայի մոտ բաց վիրահատական միջամտությունը մոտ 1-1.5 սանտիմետրանոց կտրված պորտի շրջանում, հենց լապարասկոպիայի հետ եթե համեմատենք, պատկերացրեք, որ մենք վիրահատություն անում ենք լապարասկոպի 1 տրոակարի վերքի չափով։ Այսինքն փոքրիկ կտրվածք, որը որ տակի դեֆեկտը շտկվում է, կարվում է ու վերականգնվում է։ Թեման փակ է։ Հիշեք սրա մասին, հարգելի ծնողներ, պապիկներ, տատիկներ, մի վախեցեք, եթե ձեր երեխայի մոտ դուք նկատեցիք, հասկացաք կամ ձեզ մանկաբույժը ասեց, որ երեխան ունի պորտային ճողվածք, ոչ մի սարսափելի բան չկա, երեխային ընդհանրապես պետք է ուշադիր լինել եւ մտածել, որ մինչեւ 5 տարեկան հասակում կարող է այս ամենը ինքնուրույն շտկվել։ Եթե չէ, դրանից հետո արդեն խորհրդակցեք մանկական վիրաբույժների հետ, իսկ իմ հյուրը այսօր մանկական վիրաբույժ Հերիկ Մարգարյանն էր, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստը, այսօր խոսելու ենք ուլտրաձայնային մաքրումից։ Ուլտրաձայնային մաքրումը սկսելուց առաջ նախ պետք է մաշկը մաքրել, որից հետո մաշկը պետք է պատրաստենք արդեն մաքրման փուլին։ Ուլտրաձայնային մաքրումը ժամանակակից մաքրման մեթոդ է, որը ցուցված է գրեթե բոլոր տիպի մաշկերի համար։ Անգամ ցուցված է կուպերոզով եւ ռոզացեով մաշկի տիպերին, որոնք համարվում են բավականին նուրբ մաշկ եւ ցուցված է 16 տարեկանից սկսած։ Նուրբ շերտազատում է, մաքրում ծակոտիները, յուղոտությունը մաշկի եւ բոլորին շատ հուզող սև կետերը։ Մաքրումից հետո քսում ենք ծակոտիները բացող հատուկ գել, որը մեզ օգնելու է մաքրել սև կետերը, հանել ավելորդ ճարպարտադրությունը եւ կարգավորել մաշկը։ Մոտ 10-15 րոպե պահելուց հետո անցնելու ենք սարքով մաքրման փուլին։ Եթե համեմատենք այլ մաքրման մեթոդների հետ, ուլտրաձայնային մեթոդը համարվում է ամենանուրբ մեթոդը, որը չվնասելով մաշկը տալիս է հիանալի արդյունք։ Նշեմ, որ ուլտրաձայնային մաքրումը բացարձակ անցավ է, ունի որոշակի հակացություններ։ Առաջինը սկսեմ, որ չի կարելի օնկոլոգիայով հիվանդներին, չի կարելի սուր բորբոքային պրոցեսով մաշկերին, չի կարելի սրտի պրեսմեյքեր ունեցող հիվանդներին, քանի որ ուլտրաձայնային ալիքները խանգարում են, խափանում են աշխատանքը տվյալ սարքի։ Մաքրումից անմիջապես հետո կարելի է անցնել բնականon կյանքին։ Կարող է լինել թեթև կարմրություն, որը վերանում է հաշված ժամերի ընթացքում։ Ուլտրաձայնային մաքրումից հետո մաշկը պատրաստ է հաջորդ փուլերին։ Հաջորդ փուլերն իրենց մեջ ներառում են տարբեր դիմակներ, որոնք թե մաքրող են, թե խոնավեցնող եւ վերջում իհարկե ծակոտիները փակող։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը, փորձելու ենք սնվել հաճույքով եւ մնալ առողջ, այդ գործում ինձ օգնելու են սրտաբան Վարդգես Մովսիսյանը, ողջույն Բժիշկ Մովսիսյան եւ իհարկե մեր Նարինեն Ալեքսանյան, խոհարար, ողջույն Նարինե ջան, այսօր ինչ ես պատրաստելու։ Պատրաստելու ենք տավարի մսով աղցան։ Բավականին լուրջ աղցան է, տավարի փափկամիս 100 գրամ աղսեղ պղպեղ, ծիթայուղ, վարունգ կես հատ, բուլղարական պղպեղ կես հատ, կարմիր սող կես գլուխ,
կոճապղպեղ 2 շերտ, քունջուտ, համեմ, անանուխ, սոյայի սոուս, սպիտակ քացող։ Աշխատատար։ Ինչ ենք անում հերթականությունը կասես, որից հետո որ է։ Նախապես բնականաբար կտապակենք տավարի միսը, բանջարականը կկտրատենք եւ արդեն միսը կավելացնենք մնացած բաղադրիչների հետ միասին։ Մսին կավելացնենք մի փոքր սոյա։ Եվ վերջ։ Իսկ թեման մեր այսօրվա ինչն էր։ Արիթմիան։ Շատ լավ, դե պատմեք, տեսնենք սրտի արիթմիան։ Արիթմիա համարվում է Սկզբից ռիթմից սկսենք, հետո անցնենք արիթմիային։ նորմալ ռիթմի դեպքում սիրտը րոպեում կծկվում է 55-ից մինչև 100 զարկ րոպեում եւ սա համարվում է ֆիզիոլոգիական։ Իհարկե, եթե բուժառուն կամ անհատը գտնվում է ֆիզիոլոգիական հանգիստ վիճակում, այն ավելի պետք է լինի մոտ միջին եւ ստորին սահմանին, եթե թեթև ակտիվություն ունի, օրինակ քայլում է կամ խոսում է, մի փոքր լարվածություն կա, այստեղ կարող է մոտ լինել ավելի վերին սահմանին։ Եթե սրտի ռիթմը րոպեում կծկման հաճախությունը նվազում է 55-ից կամ բարձրանում է 100-ից, սա եւս կոչվում է արիթմիա։ Արիթմիա է կոչվում նաեւ այն իրավիճակները, երբ սիրտը բաբախում է անկանոն ռիթմով, այսինքն մի քանի զարկ եթե թեթև փորձենք բացատրել, այո, եւ ունենում ենք կանգեր, դադարներ կամ մի քանիսը արագ են, հետո մի քանիսը դանդաղ, սրանք եւս համարվում են ռիթմի խանգարումներ։ Հավասարաչափ չի աշխատում։ Այո։ Լավ, խոհանոց մտնում եք ընդհանրապես։ Երբեմն Երբեմն։ Ինչ որ բան կտրատում եք։ կտրատել ոչ։ Օրինակ փորձել եք երբևէ, երևի հեռուստատեսությամբ տեսել եք կամ օրինակ տեսել եք մեր նարինեն այսպես արագ-արագ կտրատում։ Այո, պրոֆեսիոնալ մոտավորապես պրոֆեսիոնալ խոհարարները ինչ արագությամբ են կտրատում։ Արագությունը կդժվարանամ ասել, բայց միշտ մտածել եմ, որ մի քանի անգամ նրանք մատը վնասում են, այս իրենց ճանապարհի ընթացքում։ Մատը վնասած կաս։ Մատերը շատ են վնասել, Շատ են վնասել։ դա ռիթմի հետ այդքան կապ չունի, ինչքան կապ ունի մատերը ճիշտ պահելու հետ։ Պարզվում է, որ փորձառու խոհարարը սովորական տեմպով որևէ մթերք կտրատելիս րոպեում դանակում անում է 60-ից 80 հատ կտրվածք։ Այսինքն մոտավորապես սրտի աշխատանքին զուգահեռ։ Ավելին, եթե նա աշխատում է սովորականից ավելի արագ, հարվածների քանակը հասնում է րոպեում 120-ից 150-ի։ Օրինակ, եթե մենք սկսենք մարզվել ու այսպես ծանրաբեռնել, ինչքան կարող է հասնել։ Իհարկե, եթե խոսում ենք նորմալ թվերի մասին, մինչև ինչքան կարող է բարձրանալ սրտի ռիթմը, գոյություն ունի շատ պարզ բանաձև, որի միջոցով մենք կարողանում ենք հստակ որոշել տվյալ անհատի սուբմաքսիմալ թվերը, այսինքն այն առավելագույն սրտազարկը, որը պետք է լինի ֆիզիկական ամենաբարձր ծանրաբեռնվածության ժամանակ։ Ասեք բանաձևը։ 220-ից հանում ենք անհատի տարիքը եւ ստացված թիվը արդեն այն առավելագույն թիվն է, որը կարող է պահպանել։ Այսինքն, եթե մարդը 30 տարեկան է, հանում ենք 220-ից 30, 190-ից ավելի պետք է չլինի։ Պետք է չլինի, այո։ Եթե ավելին է, ավելի ցածր պետք է լինի։ Եթե ավելին է սրտազարկը, այստեղ ծանրաբեռնվածությունը սրտի եւ սրտանոթային համակարգի վրա մեծանում է եւ այստեղ ավելանում է նաեւ ռիթմի հաղորդականության այլ խանգարումների առաջացման ռիսկը։ Մարդը ինքնուրույն կարող է զգալ, որ իր մոտ կա արիթմիա։ Սովորաբար զգում են թե ոչ։ Առավել հաճախ զգում են, բայց ինչ են զգում։ Զգում են անկայուն աշխատանք սրտի, որ երբ կամ սրտխփոցի զգացողություն կարող է լինել, որ կրծքավանդակին հարվածի նմանվող, եւ երբեմն կարող են նշել, որ զգում են տաքություն, որը բարձրանում է պարանոցով դեպի վեր։ Սա հիմնականում բնորոշ է սրտի արտահերթ կծկումներին, այսպես կոչված էքստրասիստոլիաների։ Բայց պետք է նշեմ նաև, որ զգացողական առումով ռիթմի եւ ճակերտավոր բարոյական խանգարումները եւ անգամ կյանքին սպառնացող արիթմիաները կարող են արտահայտվել նույն գանգատի տեսքով եւ բուժառուն կարող է ներկայացնել նույն գանգատը եւ այստեղ միակ տարբերակումը թե ինչ արիթմիայի մասին է խոսքը էլեկտրասրտագրի իրականացումն է կամ եթե այդ պահին մենք չենք հայտնաբերում խնդիրը իրականացնում ենք Holter monitoring, որը 24 ժամերի ընթացքում է գրանցում բուժառուի ռիթմը եւ այստեղ բուժառուին տրվում է նաեւ օրագիր, որտեղ նա նշում է, օրինակ երեկոյան ժամը 9-ին ես զգացի սրտխփոց եւ մեր էլեկտրոֆիզիոլոգը այդ հատվածում 9-ից օրինակ 9-ից 10-ի հատվածում ավելի ուշադիր է զննում այդ էլեկտրասրտագիրը եւ հետագայում ներկայացնում է վարող բժշկին։ Արիթմիայի երևույթներ ընդհանրապես պետք է չլինեն, թե օրինակի համար կարող է ես լրիվ առողջ եմ, ունեմ նորմալ սիրտ, բայց դիցուկ գերհոգնածության ֆոնի վրա զգում եմ, որ ժամանակ առ ժամանակ այդ էքստրասիստոլաները ես զգում եմ։ Ես զգում եմ։ Այո։ Բայց ես մի քանի անգամ հետազոտվել եմ ու ինձ ասել են, որ իմ մոտ ամեն ինչ նորմալ է։ Այո, ծանրաբեռնված ֆիզիկական առօրյան
կամ քնի պակասը կամ այլ ստրեսային գործոններ կարող են բերել ռիթմի թեթև խանգարումների, որոնք կյանքին սպառնացող չեն, բայց կարող են վատացնել բուժարուի կյանքի որակը։ Եվ այստեղ մենք ունենք այսպես կոչված բաորակ արիթմիայի տեսակներ, օրինակ, ինչպես նշեցիք, էքստրասիստոլիաները, այսինքն արտահերթ կծկումները, որոնք առաջանում են սրտի նախասրտերում։ Այս տեսակների դեպքում, եթե նրանք չափի սահմաններում են, այսինքն չեն գերազանցում, օրինակ, 20%-ը ամբողջ սրտային ռիթմի 24 ժամերի ընթացքում, ապա այստեղ մենք չենք միջամտում սրտաբանական պրեպարատներով, հակառիթմիկներով եւ փորձում ենք շտկել կենսակերպը բուժարուի կամ տալ նյարդերը հանգստացնող պրեպարատներ կամ միկրոէլեմենտները կամ առհասարակ շտկել կենսակերպը, այդ թվում եւ սնունդը։ Միկրոէլեմենտներ եւ դեղամիջոցներ, որոնք որ այսպես շատ խորը բուժական չեն, այլ հանգստացնող են, ինչ խորհուրդ կտաք։ Տեսեք, ցանկացած եւ միկրոէլեմենտների մասն է խոսքը եւ դեղախմբերին, հա, երկուսն էլ կարող են ունենալ եւ հակառիթմիկ եւ չափից ավել կամ սխալ կիրառման դեպքում կարող են ունենալ պրոառիթմիկ էֆեկտ, այսինքն պրովոկացնել, սադրել ռիթմի խանգարում։ Այդ է պատճառը, որ եթե անգամ բուժարուները գիտեն, որ իր հարևանը կամ իր հարազատը ուներ նմանատիպ գանգատներ եւ նշանակվել էր X պրեպարատը եւ ունեցել էր դրական էֆեկտ, դա բոլորովին չի նշանակում, որ նույն պրեպարատը ընդունելի է եւ կիրառելի է իր դեպքում։ Ինչ վերաբերում է միկրոէլեմենտներին, միկրոէլեմենտների մասով իհարկե սրանք շատ կարեւոր են եւ մենք բժիշկներս հաճախ նաև նշանակում ենք այս միկրոէլեմենտները, երբ տեսնում ենք, որ անալիզներում կան շեղումներ կամ բուժարուի կենսակերպը այնպիսին է, որ կարելի է այդ սննդային հավելումները կիրառել, չունենալով բացասական էֆեկտներ եւ շտկել այս իրավիճակը։ Սուրճը, եթե չափից շատ է օգտագործվում, քանի որ կոֆեինի բարձր պարունակություն ունի, մոտավորապես 3 բաժակ եւ ավելին, կարող է ունենալ պրոառիթմիկ էֆեկտ զուտ կոֆեինի բարձր պարունակության հետևանքով, որը ստիմուլացնում է, այսինքն խթանում է սրտի աշխատանքը։ Իսկ երբ սրտի աշխատանքը արագանում է հանգիստ պայմաններում, այստեղ ավելի հավանական է բուժարուն զգա այդ արիթմիան, էքստրասիստոլիաները նույն, քան երբ որ նա գտնվում է ֆիզիկական ակտիվության մեջ։ Թեյերը եւս, թեյի մեջ կոֆեինի պարունակությունը ել ավելի բարձր է եւ այն թեյի տեսակները, որոնք թունդ թրմված են, սրանք կարող են եւս բերել արիթմիաների։ Ոնց պատտվում ենք սուրճ, թեյ, հյութեր, թարմ, կոնսերվացված, չգիտեմ, ալկոհոլային գինիներ, գարեջրեր եւ այլն, ոնց պատտվում ենք վերջում մնում է մեր ջուրը։ Ջրից լավ հեղուկ իրականում չկա։ Ամենաանվտանգ, ամենաօգտակար հեղուկը դա ջուրն է։ Ինչ ուզում եք փորձեք, ինչ ուզում եք արեք, ջրից ավելի լավը դուք միևնույնը չեք գտնելու։ Կա ինչ որ օրինակ դուք ունեք ինչ որ բաղադրատոմս, ինչ որ հեղուկ, որ այ խորհուրդ կտայիք, ասեիք, այս հեղուկը օգտակար է։ Ջրին փոխարինող բնականաբար ոչ, բայց իհարկե ունենք իրավիճակներ, երբ հստակ ունենք ցուցում նշանակելու միկրոէլեմենտներով հարուստ տեսակներ, եթե մարդը ջրազրկված է կամ ջրի քիչ քանակ է օգտագործում, որովհետև շատ ճիշտ նշեցիք ջրի մասով, ջրի նորմայից պակաս օգտագործումը, սա եւս կարող է արիթմիայի պատճառ դառնալ, որովհետև խախտվում է էլեկտրոլիտային բալանսը եւ սա եւս մեկ առիթ է ունենալու ռիթմի կամ հաղորդականության խանգարումներ։ Եթե այնուամենայնիվ ախտորոշվել է, եթե գիտենք, որ ռիթմի խանգարում ունենք արիթմիա, սննդակարգի մեջ ինչը կփոխեք։ Ինդիվիդուալ հարց է, նորից կախված թե ինչ ռիթմի խանգարման մասին է խոսքը։ Հասկանում եմ, որ շատ լայն այսպես խմբի մասին ենք խոսում փոփոխությունների, բայց այնուամենայնիվ, ինչը կհանեիք։ Աղա հասկացան։ Կդժվարանամ ինչ որ սննդատեսակ հանել։ Ավելի շատ ես կառաջարկեի բալանսավորել։ Նու ընդեղենը, ավոկադոն, բանանը, որոնք կալիումի պարունակություն ունեն։ Ծիրանը բնականաբար։ Ծիրանը չի։ Այո, բայց եթե ունենք հիպերկալեմիա, այսինքն եթե արյա մեջ բարձր չէ կալիումի պարունակությունը, այստեղ այն կարող է հակառակ էֆեկտ ունենալ, այդ է պատճառը, որ անդադ նշում ենք, որ ամեն դեպքում պետք է հետազոտվել, նոր կատարել եւ դեղորայքային շտկումներ եւ սննդակարգը եւս շտկել։ Նայնուր հասանք։ Սպասենք մեր տավարի միսը վերջնական տապակվի եւ ավելացնենք աղցանի վրա։ Սպասեցինք, չէ, այսօրվա աղցանը մի քիչ ավելի ժամանակատար էր։ Իհարկե ես ուզում եմ հիշեցնել, որ մենք բավականին շատ սննդատեսակներ ենք օգտագործել, տավարի փափկամիս 100 գրամ, դե աղսը, պղպեղը, ցիտայուղ, վարունգ կես հատ, բուլղարական պղպեղ կես հատ, կարմիր սող կես գլուխ,
կոճապղպեղ, 2 շերտ, քունջուտ, համեմ, անանուխ, սոյայի սոուս, սպիտակ քացախ, ինչ կարող ենք ավելացնել բաղադրատոմսի վրա։ Օրինակ ինչ կավելացնեիք։ Ծիրանաչիր։ Ծիրանաչիր, ավելացնում եք ծիրանաչիր, ու հետո ասում եք մեր բժիշկ Մովսիսյանը որքանով է համապատասխանում ձեր խոհարարական ճաճակներին։ Ամեն դեպքում շնորհակալություն բոլորին, հիշեցնեմ, որ մենք խոսում ենք սրտի առիթմիաների մասին, երևույթ, որ պետք է չունենանք, երևույթ եթե ունենք, պետք է կարգավորենք եւ մեր ապրելակերպը, եւ մեր սննդակարգը, եւ իհարկե առաջին հերթին գնում ենք բժշկի մոտ։ Մնացեք մեզ հետ։ Այսօր խոսելու ենք մկանները զարգացնելու մասին, որը շատ կարևոր է ուժեղ եւ առողջ մարմին ունենալու համար։ Մկանների զարգացման համար նշանակություն ունի 3 գործոն։ Ամենաառաջինը դա մկանների ճիշտ ծանրաբեռնվածությունն է, այսինքն մարզման ճիշտ գործոնները, համապատասխան ճիշտ բալանսավորված սնունդը, սպիտակուցներով հարուստ, որ մեր մկանները սնվի, եւ ճիշտ կալորիաներով, որպեսզի ծախսած էներգիան վերականգնվի, եւ երրորդ գործոնը դա հանգիստն է, այսինքն մեր մկանները աճում է ոչ թե մարզման ընթացքում, այլ հանգստի ժամանակ, հետեւաբար շատ կարևոր է քունը, հանգիստը, որպեսզի մենք ունենանք մկանների զարգացում։ Օրինակ վերցնենք ոտքերի մարզումը, որի համար կարևոր է 3 հիմնական բազային վարժություններ։ Առաջինը կքանիստն է, որ ունի տարբեր տեսակներ, երկրորդը դա դինամիկ, էլի տարբեր տեսակներով լանջիսն է, եւ երրորդը ոտքերի հրումը։ Հիմա եւ կբացատրեմ եւ տեխնիկան, եւ որը ինչ նշանակություն ունի մկանների զարգացման համար։ Վարժությունը սկսում ենք կանգնած դիրքից, անում ենք քայլ առաջ, ծանրությունը պահում ենք կենտրոնում, շունչ իջնում ենք ֆիքսած դիրքը, գագաթով ձգված վերև, արտաշունչ վեր կենում։ Ոտքը ոտքի մոտ, որպեսզի կարողանանք բալանս պահենք, շարունակում ենք նույնը։ Այս վարժությունը կատարում ենք հավասարակշռության եւ մկանների ուրվագծման համար, բայց եթե ունենք ծնկների որոշակի խնդիրներ, հետեւաբար սա չենք անում դինամիկ, այսինքն քայլքով, կարող ենք կատարել կամ քայլ առաջ, կամ քայլ դեպի հետ, կախված որ մկանն ենք ուզում զարգացնել։ Հիմա կատարելու ենք ստանդարտ կքանիստը, որի ժամանակ աշխատում է 11 մկանախումբեր, ընդհանուր ոտքերի ամբողջական մկանները եւ շատ կարեւոր է հենքի համար, քայլքի համար։ Վարժությունը սկսում ենք կանգնած դիրքից, ոտքերը բացում ենք կոնքի լայնությամբ, ծունկն ու կնունկը պետք է գտնվի մեկ ուղղության վրա, տազը հետրելով, որովայնի մկանները հավաքած, իջնում ենք շունչ, արտաշունչով տազը հրում է մեզ վերև։ Իջանք շունչ, փորի մկանները հավաքած արտաշունչ։ Կախված մեր նպատակակետից, թե ինչ մկանների վրա պետք է շեշտադրենք, արդեն տեսակը փոխվում է վարժության։ Մեր հաջորդ վարժությունը կատարելու ենք մարզասարքով, կոչվում է ոտքի հրում, սա կատարում ենք մկանի ուժը մեծացնելու համար, որի համար նստած դիրքից ոտքերը դնում ենք սարքի կենտրոնում, 2 ոտնաչափ հեռավորության վրա, էլի կատարում ենք ստանդարտ ձևով, աշխատացնում է ոտքի ընդհանուր մկանները, ուժը մեծացնելով, փորի մկանները հավաքած, արտաշունչով հրում ենք դեպի հետ, շունչ, միջև վերջ չենք հասնում սարքը, արտաշունչով հրում ենք ֆիքսելով, ծունկն ու կրունկը մեկ հարթության վրա պետք է լինի, միջև վերջ չբացելով, շունչ, Այս վարժությունները կարևոր են ոչ միայն մկանների զարգացման համար, այլ նաև առողջ եւ ամուր քայլ ունենալու համար։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, ամփոփենք այսօրվա հաղորդումը։ Հիշեցնեմ, որ գլխավոր թեման նվիրված էր աորտայի շերտազատմանը, ես ու Գանգը բացարձակապես այլևս այդ խնդրից չենք վախենում, որովհետև գիտենք, որ նման խնդրի պարագայում մեզ կտանեն վիրահատարան, մեր սրտի աշխատանքը կկանգնեցնեն, մեր մարմնի ջերմաստիճանը կնվազեցնեն մինչև 20 աստիճան եւ այնտեղ շատ արագ կկարեն մեր աորտան լուրջ։
Իրականում դա հնարավոր է եւ կարելի է դրանով փրկել մարդու կյանքը։ Չվախենալ իհարկե հնարավոր չէ, բայց պահպանել առողջություն եւ կարեւորը կյանքը միշտ հնարավոր է, եթե դուք ժամանակին դիմեք բժշկին։ Եղիր առողջներ, եթերում կհանդիպենք։